Հիմա մենք իրավական պետության այդ անդունդում ենք։ Տեսեք, այստեղ կան քննիչների անուններ։ Ոմանք գեներալի վրա են գործ հարուցել, ոմանք ուղար ըստ իր ենթակայությամբ հանձնարարում է քննչական կոմիտեին, իսկ քննիչ իր գործառույթների մեջ անկախ է, ինքը կարա որոշում կայացնի ու վերադասին իր որոշումը ներկայացնի, բայց սակայն այսօր մեր մոտ այդ քննչականն էլ անձ են ծառայում, ոչ թե Հայաստանի Հանրապետությանն են ծառայում ու բոլոր ուժայիններն են այտենց։ Ցավը դրանումն է։ Օրինակ այս ճանաչված Վարդանյան Աշոտը, որը 3-4 գործ է հարուցել շինծու գործ է հարուցել մեր առաջնորդ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի վրա, իրան տարան պաշտոնի առաջ խաղացում։ Արտակ Խաչատրյանը, որը նույնպես իր մական բանը չանդրադառնամ ինչ մականուն ունի, նույնպես շինծու գործ է կարել, այսպես նկարել, ասել եմ, իրենք ավարտել են Բաքվի գեղարվեստական դպրոցը, նույնպես գործ է հարուցել գեներալի վրա, նույնպես Խաչատրյան Արտուր Կաչորդ Կայազորյանի քննչականում, որը շինծու գործ է կարել գեներալի վրա եւ դրա դիմաց ստացել է որդու ազատումը զինված ուժերից։ Ամեն մեկը շինծու գործի դիմաց ստացել են ինչ-որ մի բան, պարգևներ, բայց չեն մտածել, որ վերադասը քննչականի թող մտածի, որ այս սրանք ոսկոր տանող շունը ոսկորել է բերելու, այսինքն սրանք խամաճիկներ են, Վլաստ մինյայցը ֆուրաշկու մինյայում, իրանք յուրաքանչյուր իշխանության դեպքում կատարածու են լինելու, այդ կատեգորիաներն են, ինքը ասում է, հանձնարարում է նմանատիպ կատարողներին, ես սրանք սկսում են շինծու գործեր կարել, ամբողջ վատը սրանումն է, ոչ ունենք զինված ուժեր, ոչ ունենք ներքին գործեր, ոչ ունենք ազգային անվտանգություն, դատախազության մասին ընդհանրապես չեմ խոսում, որ չունենք, ստեղել է, գլխներին խփեցին, գլուխները կախ կատարելու են, բոլորը համատարած։ Այստեղ կա նաև այն քննիչի անունը, որ վեհապարին է քննել, Արա Ավագյան։ Ինչի ենք այսպես նշել, որովհետև ես վստահ եմ 4 ամիս հետո իրենք բոլորը արդարադատության առաջ են կանգնելու եւ վերևի եւ ներքևի արդարադատության առաջ են կանգնելու։ Իհարկե դուք չեք տեսնում իշխանության այդ անհանգստությունը, ճիշտ է, այնտեղ մեր ակցիայի մասնակիցը ասում էր ձեր վարչապետը, ես վստահ եմ, որ ձեր վարչապետը չի, այդ վարչապետը մի փոքր խմբակի վարչապետ է եւ դուք չեք տեսնում այն անհանգստությունը, որ այսօր տիրում է իշխանության այդ խմբակում։ Իսկ իշխանությունների անհանգստությունն ինչով է պայմանավորված ներողություն։ Իրենք շատ լավ հասկանում են, որ ժողովուրդը այլևս իրենց կուտը չի ուտի, չկա, սահմանը չկա, որտեղ իրենք չեն խաբել ժողովրդին, իսկ եկեղեցու դեմ արշավը, սա արդեն անթույլատրելի էր, սա այն կարմիր գիծն է, որ իշխանությունը հատեց այդ կարմիր գիծը, եկեղեցու դեմ արշավը, դա արշավ է յուրաքանչյուր քրիստոնյա հայի խղճի, հոգու ու մտքի դեմ։ Մենք այսօր այստեղ ենք գլխավոր դատախազությունից պահանջելու, որ իրենց ձեռքերը մեր ինքնության վրայից հեռու պահեն։ Քաջորդիվ քայլերը, որոնք են ակցիաները շարունակական բնույթ կրելու են եւ եթե այո, որտեղ։ Տեսեք, չէ, մենք անցած օրը, երբ որ նախագահական նստավայրի մոտ էինք եւ նախագահից պահանջում էինք ներողություն խնդրել զոհվածների, անհետ կորածների ծնողներից Ալիևին շնորհակալություն հայտնելու համար, մենք գիտեինք, որ այդքան ուժ չի գտնի այդ պարազիտ կառույցի ղեկավարը իր մեջն եւ այդպես էլ այդ ներողությունը չխնդրեց, բայց ես կարծում եմ, որ լռելը նույնքան հանցակցություն է, որքան իրագործելը։ Մենք այդ օրը էլի բարձր ասացինք, որ իրենց յուրաքանչյուր հակասահմանադրական, հակաօրինական գործողության դեմ լինելու են ակցիաներ, նաև ձեր շնորհիվ, շնորհակալ եմ ձեզ, բարձրաձայնում է լինելու, որպեսզի հասարակությունը հասկանա, որովհետև այսօր իրենց այդ ֆեյքերի պուակի, իրենց քարոզչա մեքենայի աշխատանքը այնքան ակտիվ է, ել չասեմ մարզերում, փոքր գյուղերում իրենք այնքան ակտիվ գործողություն են տանում, որ մեր հասարակությունը այլևս սկսել է թացը չորից դժվարությամբ զատել։ Մենք ուզում ենք նաև տեղ հասցնել, օրինակ, Կոթ գյուղի բնակչին,
չգիտեմ, ներքին հանդի բնակչին ուզում ենք տեղ հասցնել, որ իշխանության արշավը եկեղեցու դեմ նույնքան արշավ է ձեր խղճի, մտքի ու հավատի դեմ։ Մենք այսօր այստեղ ենք ձեր միջոցով այդ բարձրաձայնումը հասցնել Հայաստանի ամենահեռավոր մարզերի ու գյուղերի մեր սիրելի բնակիչներին։ Տեսեք, օրինակ Փաշինյանը նշում է, որ սա արշավ չէ, այլ բարենորոգում են։ Ինչ կասեք։ Ես տեսեք Փաշինյանը ինչպես բարենորոգեց Արցախը, ինչպես բարենորոգեց ոսկեպարկ իրանց Բաղանիսը, ինչպես բարենորոգեց ներքին հանդը, Ջերմուկը, այդպես էլ բարենորոգում է հայ առաքելական եկեղեցին։ Մենք այսօր տեսնում ենք ոսկեպարիկ իրանցի գերեզմաները թշնամու ոտքի տակ, արցախցիների աճյումները ադրբեջանցի հրոսակների ոտքի տակ, մեր բարձրադիր դիրքերը ադրբեջանի կողմից օկուպացված ադրբեջանական ասկյարների ոտքի տակ, այդպես են բարենորոգում եւ բարենորոգում են ճիշտ այնպես, ինչպես բարենորոգեցին պետական բյուջեն, իրենք լափեցին, խեղճ ու կրակ թոշակառուին, անտուն անտեղ Արցախցուն թողեցին այդ խղճուկ 36-40 հազար դրամի հույսին, այդպես են բարենորոգում։ Եկեղեցին իրենց փորձադաշտը չէ, եկեղեցին մեր գոյատևման, մեր պայքարի հենասյունն է եւ մենք թույլ չենք տա մեր բարձրաձայնումով, ձեր միջոցով չպիտի թույլ տանք ոտնձգություն յուրաքանչյուրիս խղճի հանդեպ։ Ձեզ եմ շնորհակալ։